Բարև ձեզ, եթերում օրակարգն է, այս թողարկման հիմնական լուրերը նախ համարով։ Վարչապետն արձագանքել է լեռնահանքային ձեռնարկությունների մտահոգություններին, հարկային օրենսգրքում մեղմացնող փոփոխություններ կլինեն։ Տուն, որ կարող է լույսը վառել, մարել, զգուշացնել վթարի մասին ու տնտեսել, տնարար նորամուծություններ Գյումրիում։ Տան պատերի ներսում շարունակվում են բռնանալ կանանց, ավանդական տնային ծեծ ու սպանություն, թվերով։ Մեր կրծքով կանանց իրավունքները պաշտպանող շարժումը ՖՄԷՆ-ը դադարեցրեց գործունեությունը, ռեպորտաժ Փարիզից։ Թրամփի հակամիգրացիան ու ցուցարարների ստվարացող շարքերը, բողոքի ցույց, բարի գալուստ մահմեդականներ պաստառներով։ Եվ ձերբակալությունների նոր ալիք Թուրքիայում բանտարկվել է լրագրող ու պատգամավոր։ Եվ այսպես վարչապետն արձագանքել է լեռնահանքային ոլորտի ձեռնարկությունների մտահոգություններին, ելնելով ձևավորված շուկայական պայմաններից կառավարությունը կընդառաջի բիզնեսի առաջարկություններին և փոփոխություն կանի 2018-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսգրքում։ Ակնկալվում է, որ հաջորդ տարվանից կիրառվող ռոյալթիների հաշվարկման բազան էապես մոտ կլինի ոլորտում ձեռնարկությունների արտադրանքի իրացումից ստացվող հասույթի մեծությանը։ Բաքվին սթափեցնող կոչ Երևանից քիչ առաջ ավարտվել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը լրագրողների հետ։ Գլխավոր շեշտադրումները վերաբերել են Ղարաբաղյան կարգավորման ու դրա շուրջ զարգացումներին։ Խնդրի լուծման բանակցային տարբերակն այլ ընտրանք չունի, ասել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Նախարար Նալբանդյանն անդրադարձել է նաև 2016-ի դեկտեմբերին Հայաստանի պետական սահմանին ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձին։ Ոմանք հարց են տալիս, թե ինչու է դա արվել և ով է հրաման տվել, Ադրբեջանի ղեկավարությունը, թե տեղական ինչ-որ հրամանատարներ, թե ինքնաբուխ է արվել ինչ-որ խելքը կորցրած դիվերսանտների կողմից։ Բոլոր տարբերակներն էլ շատ վատ են։ Կարծում եմ ժամանակն է եկել, որպեսզի միջազգային հանրությունը և առաջի հերթին եռանախագահող երկրները սթափեցնեն Ադրբեջանին, որը դեմ է գնում իրենց կոչերին, դեմ է գնում իրենց պահանջներին և կորցրել է իրականացության զգացմունքը։ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Թեհրանում հանդիպել է իրանցի պաշտոնակից Հուսեյն Դեհղանի հետ։ Նախարար Սարգսյանին ընդունել են պաշտոնական արարողակարգով։ Նախ նա ծաղկեպսակ է դրել անհայտ զինվորի գերեզմանին, այնուհետև պատվո պահակախումբը կատարել է երկու երկրների օրհներգերը։ Բուն բանակցությունն ընթացել է հարցերի երկու խմբի շուրջ՝ տարածաշրջանային և երկկողմ։ Երկուստեք անթույլատրելի է համարվել լարվածության նոր օջախների ստեղծումը, փոխգործակցության իրավական հիմքը կդրվի Երևանում իրանցի նախարարի պատասխան այցի ժամանակ։ Նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հոսեյն Դեհղանին Ղարաբաղյան հարցում հավասարակշիռ դիրքորոշման համար։ Երկուստեք կարծիք հայտնեցինք տարածաշրջանում կայունության պահպանության և լարվածության նոր օջախների ստեղծման անթույլատրելիության մասին, և ես շնորհակալություն հայտնեցի իրանական կողմին Հայաստանի համար կարևորագույն մարտահրավեր հանդիսացող Ղարաբաղյան հակամարտության խնդրում հետևողական և հավասարակշռված մոտեցման համար, որի առանցքում դրված է լարվածության նոր օջախների չստեղծման մոտեցումը։ Պաշտպանության նախարարին ուղեկցում է նաև մեր նկարահանող խումբը, որից տեսանյութ ենք ակնկալում արդեն մեր հիմնական թողարկմանը։ Իսկ այս գիշեր Ղարաբաղի ադրբեջանական սահմանին հակառակորդ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 290 կրակոցով։ Դիպուկահար հրացաններից առավել ինտենսիվ կրակոցներ են հնչել առաջնագծի հարավային և արևելյան ուղղություններով։ Մերոնք պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Էլմար Մամեդյարովը դժգոհ է Սերգեյ Լավրովից։ Ադրբեջանի արտգործնախարարը Բաքվում լրագրողների հետ հանդիպմանն ասել է, թե լավատեսությամբ չի ընդունել Լավրովի հետ հունվարի 24-ին Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները։ Մամեդյարովը նաև նշել է, որ Մոսկվան ջանում է կազմակերպել Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպում, և Բաքուն արդեն տվել է իր համաձայնությունը։ Ներքաղաքական կյանքից ՀՀԿ նախկին փոխնախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել։ Այս մասին օրակարգին ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Հայ ազգային կոնգրեսը համաձայնել է ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման։ Այդ մասին Պանորամա-ին տեղեկացրել է հանձնաժողովի դաշնակցական անդամ Համլետ Աբրահամյանը։ Ավելի վաղ հանձնաժողովի նիստում հակահամաձայնություն չէր տվել և ասել էր, որ վերջնական պատասխան կտան քննարկելուց հետո։ Հիմա էլ տրվել է բանավոր համաձայնություն, ինչի մասին փաստաթուղթը կստորագրվի առաջիկայում։
Միջազգային լրահոսից Միացյալ Նահանգներում բողոքի ցույցերը նոր թափ են ստանում Թրամփի գործողություններից բողոքողներին աջակցում է նախկին նախագահ Բարակ Օբաման։ Թրամփը փակել է գաղթականների մուտքը Միացյալ Նահանգներ, վերջիններն այդ քայլը ծայրահեղականություն են որակել։ Թրամփի արտաքին քաղաքականությունը մտահոգում է նաև Թեհրանին, ի պատասխան ամերիկացիները կզրկվեն Իրան մուտքի արտոնագրից։ Դոնալդ Թրամփի առաջին հրամանները հակասական տրամադրություններ են ստեղծել Միացյալ Նահանգներում եւ աշխարհում։ Որոշակի երկրներից ներգաղթյալների մուտքը ժամանակավորապես արգելող օրենքին արձագանքել եւ մտահոգություն է հայտնել նաեւ Ամերիկայի Հայդատի հանձնախումբը, քանի որ Մերձավոր Արևելքի պատերազմական գոտուց գաղթում են նաեւ մեր հայրենակիցները։ Օրենքի դեմ բողոքող աշխատակիցներից մեկի իմբոստությանը Թրամփը արձագանքել է նրան պաշտոնան կանելով։ Աշխատանքից ազատվել է գլխավոր դատախազի պաշտոնակատար արդարադատության նախարար Սալի Յեյթսը։ Վաշինգտոնի օդանավակայանում հավաքված ցուցարարների ձեռքին բարի գալուստ մահմեդականներ գրությամբ պաստառներ են։ Թրամփի դեմ դեմոկրատները նույնպես սկսել են պայքարել ցույցի միջոցով։ Ladies and gentlemen, this order Տիկնայք և պարոնայք, այս հրամանը դեմ է այն բանին, ինչին մենք հավատում ենք Ամերիկայում։ Մենք վտանգված ենք, այն մեզ անմարդկային կդարձնի։ Ցուցարարներին աջակցություն է հայտնել նախկին նախագահ Բարակ Օբաման։ Բողոքի ցույցերը տարածվում են Միացյալ Նահանգների սահմաններից դուրս։ Օտավայում Միացյալ Նահանգների դեսպանատան առաջ կազմակերպված հավաքին մասնակցել է ավելի քան 2000 ցուցարար։ Մեծ Բրիտանիայում էլ Թրամփի որոշման դեմ բողոքում են երթի մասնակիցները։ Սոնա Աղվալյան, օրակարգ։ Թուրքական բանտում է հայտնվել հերթական լրագրողը Հունաստան փախուստի ճանապարհին ձերբակալել են հանրային հեռուստատեսության մեկնաբաններից Համզա Յուրենիկիոքին, նա հետախուզվում էր հուլիսի ռազմական հեղաշրջման գործով։ Թուրքիայում շարունակում են ճնշումները նաև քաղաքական գործիչների ու պատգամավորների նկատմամբ ձերբակալվել է Ադանայից ընտրված ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կին պատգամավոր Մերալ Դանշ Բեշթաշը։ Պատգամավորը մեղադրվում է ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու համար։ Այդ կուսակցությունից ձերբակալված պատգամավորների թիվն այսպիսով հասել է 11-ի։ Այսօր ամբողջությամբ կվերականգնվի Դամասկոսի ու մերձակա շրջանների ջրամատակարարումը, ջրամբարի մաքրումից հետո կմիացվեն ջրմուղ սարքերը։ Դամասկոսից 15 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Այն Էլ-Ֆիջի ջրամբարն այդ հատվածի խմելու ջրի միակ աղբյուրն է։ Ահաբեկիչներն այն վնասել էին անցյալ տարեվերջին։ Խմելու ջրի խնդրի ամբողջական լուծման համար Սիրիայի իշխանությանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել ՄԱԿ-ը։ Ֆեմեն շարժումը աշխարհում ճանաչվելուց հետո սկսեց պայքարել իշխանության համար, ինչն էլ փլուզման պատճառ դարձավ։ Ֆրանսիայում մեր թղթակցին ասել է Ֆեմենի համահիմնադիրը։ Մերկ մարմիններին կարգախոսներ գրելով բազմաթիվ երկրներում բողոքի ակցիաներ անցկացրած ակտիվիստուհիները Ֆեմենի լուծարումից հետո էլ վստահ են բողոքի իրենց ձևը դեռ կենսունակ է։ Ֆրանսիայում քաղաքական փախստականի կարգավիճակ ստացած Ֆեմեն շարժումը դադարեցնում է գործունեությունը ներքին անհամաձայնության պատճառով։ Ֆեմեն շարժումն այլևս չկա, բայց մեր հետևորդները շարունակում են մեր գործը, մենք բողոքի եւ պայքարի նոր ձև ենք ստեղծել։ Թերևս մեր հիմնական ձեռքբերումը դա է։ Մեր աղջիկը ծաղկեպսակը գլխին կարգախոսը մարմնին գրած համարձակ պայքարում է խոշոր համակարգերի դեմ։ Ֆեմենը ստեղծվել է 2008-ին Ուկրաինայում կանանց իրավունքների համար եւ սեռական туриզմի դեմ։ Մերկ բողոքը հասել է նույնիսկ Թուրքիա։ 2012-ի մարտի 8-ին Թուրքիայում կազմակերպեցինք բողոքի ցույց ընդդեմ ընտանեկան բռնության։ Թուրքիայում կինը պաշտպանված չէ որևէ օրենքով։ Միայն Ստամբուլում մեկ տարում ավելի քան 100 կին է սպանվում ամուսինների կողմից, որոնք չեն պատժվում։ Ֆեմենները իրենց հատուկ ոճով մերկ մարմիններին կարգախոսներ գրելով քաղաքական ելույթներ են ունեցել ավտորիտար համակարգերի դեմ բազմաթիվ երկրներում, իսկ 2014-ին Ֆրանսիայում Փարիզի Գրևեն Մոմե արձանների թանգարանում։ Ֆրանսիան առաջին եւ միակ երկիրն է, որը մեղադրանք է ներկայացրել Ֆեմենին եւ տուգանել 4000 եվրո։ Լարա Արաքելյան, Մարիամ Տեր-Գուլանյան, Խաչատուր Մարտիրոսյան, օրակարգ։ Հայաստանում ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքի նախագիծը քննարկման փուլում է, առայժմ խորհրդարան չի հասել։ Իրավապահներն ու կանանց նկատմամբ բռնությունների հարցերով զբաղվող կազմակերպություններն ահազանգում են նոր դեպքերի մասին։ Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը քննարկման էր հրավիրել բոլոր կողմերին։ Ներողություն եմ խնդրում։ Կացնահարված Թագուհի Մանսուրյանի պատմությունը ՄԱԿ-ի Եվրախորհրդի ներկայացուցիչներին մռայլեցրեց, օմբուդսմենը գլուխը բռնեց, իսկ երիտասարդ կինը պատմությունն ավարտել չկարողացավ։
Նախորդ տարի ամուսինը հենց Թագուհու ծննդյան օրը հարձակվել էր նախկին կնոջ ու նրա ծնողների վրա, կացնով հարվածել բոլորին, զոքանչին սպանել։ Թագուհու մարմնի վրա վերքերը դանդաղ են սպիանում, սպասում է դատավարությանը, ոճրագործին ցմահ ճաղերի ետևում տեսնելու ցանկությամբ։ Արտերիայից մի մազով եմ բրծել։ Վերջին 3 տարում ընտանիքներում 30 կին է սպանվել։ Բռնության բազմաթիվ դեպքեր աննկատ են մնում, կանայք հաճախ են լռում դարձյալ բռնության հետևանքով։ Կանայք ավելի քիչ են ընդունում, որ իրենց դեմ բռնություն են իրականացնում։ Հաճախ բողոքը ետ են վերցնում ոստիկանությունից կամ բանտից վերադարձած ամուսնու հետ շարունակում ապրել ծեծի անփոփոխ գրաֆիկով։ Հետ վերադառնալուց հետո նորից միացան, որովհետև 5 երեխա ունեին։ Հետո շատացան այդ երեխաները։ Իրավիճակը մտահոգիչ է սա նաև սպանությունների քննչական կոմիտեի վերլուծությամբ երևաց։ 17%-ը մոտավորապես հենց այս ոլորտի հանցագործություններն են։ Ընտանեկան բռնության կանխարգելման մասին նախագիծը քննարկման փուլում է եւ հասցրել է դառնալ հանրային վեճերի պատճառ, որակվել Եվրոպայի դավադրություն հայ ընտանիքը քանդելու փորձ։ Օրենքի նպատակը պարզապես կանխարգելելը ցանկացած բռնություն ընտանիքում։ Առայժմ ծեծվող ու սպանվող կանանց պաշտպանող մեխանիզմ որևէ ապահով կացարան չկա։ Հաճախ իրավապահներն են կամահրանքով վերաբերվում այդ կանանց։ Նորից կտանեին, նորից կզանգահարեին ու կասեին, որ ձեր հարսը այստեղ է, եկեք տարեք։ Գավառի հայտնի բախտագուշակ Վարսիկի հարսը գերեվարված էր իրեն խոշտանգող ընտանիքում։ Սկեսուրի բարձրաստիճան կապերը անընդհատ փակում էին աղջկա բողոքի ճանապարհը, մինչև որ փախավ հերթական ծեծից հետո։ Շատ է ուզում, որ դժոխքի իր 9 տարիները կանանց համար դաս դառնան։ Սուսան Բադալյան, Արտակ Գևորգյան, օրակարգ։ Ավարտվել է դատապարտյալների հետ մարմնավաճառների ապօրինի տեսակցության գործի նախաքննությունը։ ՀՔԾ-ից օրակարգին հայտնել են, որ պարզվել է, որ դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալն ու հերթապահ խմբի պատասխանատուն օրենքի խախտմամբ թույլատրել են 3 մարմնավաճառի ու հիմնարկի 3 դատապարտյալի հանդիպումը երկարատև տեսակցությունների սենյակում։ Դատապարտյալներից մեկը սպիդով հիվանդ է եղել։ Պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով 2 պաշտոնյային էլ սպառնում է մինչև 4 տարի ազատազրկում։ Տղամարդու 2 դի է հայտնաբերվել Նորարեշի բնակարաններից մեկում ոստիկանությունն ահազանգստացել է նախօրեին մեկնելով նշված հասցեով տան ննջասենյակում հայտնաբերվել է 57-ամյա քաղաքացու, իսկ հյուրասենյակում 62-ամյա քաղաքացու անշունչ մարմին։ Վերջինս հունվարի 3-ից հետախուզման մեջ էր։ Արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, կատարվում է քննություն։ Շարունակում ենք թողարկումը։ Հայ և վրացի տուրօպերատորները համատեղ բիզնեսին հիմք են դնում։ Նրանք մտադիր են մշակել տուրիստական փաթեթներ, որոնք մեզ համար կլինեն ավելի մատչելի, նաև հնարավորություն կստեղծեն վրացիների ու Վրաստան այցելած զբոսաշրջիկների համար բացահայտել Հայաստանը։ Վերջին 5 տարում 7 միլիոն հայ է որպես տուրիստ մեկնել Վրաստան։ Որն է պատճառը, որ Հայաստան այցելող վրացիների թիվն անհամեմատ փոքր է։ Ինչ կամ ինչպես են առաջարկում վրացիները, որ մենք չենք անում։ Դե իհարկե, մենք ծով չունենք։ Հայաստանն ավելի ինտելեկտուալ տուրիզմի վայր է։ Դա բարդացնում է գործը։ Գործը բարդացնող գործոններից են նաև գները։ Տուրօպերատորները սկսել են բանակցություններ վարել հյուրանոցային ու ռեստորանային ցանցերի հետ։ Գնային ճկուն մեխանիզմ է պետք մշակել։ 2018-ից հարկերն են ավելանալու, եթե այդպես լինի, մեր փաթեթներն ավելի կթանկանան։ Ֆինանսների նախարարությանը դիմել ենք խնդրանքով, որ հարկերը չբարձրացնեն։ Մեր նպատակն է կատարելագործել զբոսաշրջության ոլորտի օրենսդրական դաշտն ու ավելի պաշտպանված դարձնել բիզնեսը։ Այս հարցերի լուծումը ներգնաց զբոսաշրջության վրա զգալի ազդեցություն կունենա։ Իդեպ Հայաստանում արդեն հարկային արտոնություններ են սահմանվել զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայություններ մատուցողներին։ Տեսակամրջի միջոցով ոլորտի հայ ու վրացի մասնագետներն էլ պայմանավորվեցին համատեղ տուրիստական փաթեթներ պատրաստել, որ Վրաստան այցելող եվրոպացի զբոսաշրջիկը նաև Հայաստան ժամանի եւ հակառակը։ Ռուզաննա Վարդերեսյան, Ռոմիկ Խաչատրյան, օրակարգ։ Մշակույթի նախարարությունն ունեցվածքը հաշվառելու յուրօրինակ ձև է գտել։ Նախաձեռնության նպատակն է իմի բերել ողջ հանրապետության գործող ու չգործող մշակութային կառույցներն ու ճանապարհներ գտնել դրանց կյանքն աշխուժացնելու, նոր շունչ տալու եւ հատկապես մարզերում խթանելու մշակույթի զարգացմանը։
73 միլիոն դրամ, որ էապես կփոխի մարզերի անգամ ամենահեռավոր գյուղերի կյանքը։ Փյունիկ հիմնադրամի ֆինանսավորմամբ սկսվում է մշակութային կանգառ նախագիծը, որի շրջանակում 600-ից ավելի խոշոր ծրագրեր կիրականացվեն 2017-ին։ 426 օպերային եւ սիմֆոնիկ համերգներ, ներկայացումներ եւ 200 կինոցուցադրություններ, որոնք կանցկացվեն գյուղական ակումբներում, դպրոցական դահլիճներում ու բացօթյա հարթակներում։ Սա նաեւ մեզ համար հանրապետությունում արկա բոլոր հարթակները հաշվառելու հնարավորություն է, որովհետեւ մենք կարողանանք կազմել Հայաստանի Հանրապետությունում արկա մշակութային հարթակների քարտեզը։ Փյունիկը տրամադրել է նաև 2 շրջիկ կինոթատրոն, որոնք մարզեր կհասցնեն նոր ֆիլմերը։ Հիմնադրամի համանախագահը նշում է, շարունակելու են ծրագրերը անկախ քաղաքական ու տնտեսական վայրիվերումներից։ Մենք աշխատած ենք 3 նախագահներու հետ, սկսած ենք Լևոն Դերբեդոսյանի օրով եւ մինչեւ այսօր աշխատենք եւ հաջորդին ով նախագահը լադոր հետ աշխատելու մենք պատրաստականություն ունենք։ Արդեն իրականացվել է 14 միջոցառում, տոմսերը վաճառվել են ընդամենը 300 դրամով, իսկ արդյունքը գերազանցել է բոլոր սպասելիքները։ Մարզային ծրագրեր են անում եւ այդ ձգտումը, այդ կարոտը, այդ անհրաժեշտությունը գիտենք, դրա համար ստեղծվեց այս ծրագիրը։ Մեկ ամսից կամփոփեն առաջին արդյունքները, բայց անկախ ամեն ինչից նախաձեռնողները փաստում են, Երևանյան մշակութային ինտերվենցիան պետք է շարունակվի մարզերում։ Նունի Ալեքսանյան, Հովանես Քյուսեյան, օրակարգ։ Գյումրիում 7 տարում 7 ինովացիոն ծրագիր են մշակել շենքերում ջրատաքացման արևային համակարգից մինչև մրգերի արևային չորանոց։ Իսկ այժմ նաև Smart Home խելացի տուն համակարգ։ Գյումրիի նոու-հաուները Աննա Մարտիկյանի ռեպորտաժում։ Այստեղ ներկայացված է խելացի տուն համակարգի միկրոկարգավորիչը, որում արդեն տեղադրված է ծրագրային ապահովումը։ Տան լույսն ու ջերմությունը համացանցի միջոցով կարող է վառել, մարել, եթե ծորակից կաթա, խողովակը վնասվի կամ գազի արտահոսք լինի, կարող է SMS-ով զգուշացնել եւ նույնիսկ փականներն անջատել ու ելի մի շարք տնային առաջադրանքներ կատարել Smart Home խելացի տուն համակարգը։ Եթե դա արտադրական ձեռնարկություն է, այնտեղ կարող է ավտոմատ կառավարման համակարգը որոշում կայացնել, ենթադրենք հրդեհաշիժման փականը բացի։ Հարմարավետության, անվտանգության ու տնտեսման նոու-հաուն գյումրեցի Խաչիկ Սահակյանի ընկերների ու դպրոցական որդիների առաջին նախագիծը չէ։ Միջազգային տարբեր դրամաշնորներով 7 տարում 7 ինովացիոն ծրագիր են մշակել շենքերում ջրատաքացման արևային համակարգից մինչև մրգերի արևային չորանոց։ Կաթի արևային պաստերիզատորն է համարանոցներում օգտագործելու համար, որովհետեւ այնտեղ աթարով կամ այլ օրգանական վառելիքով չիրականացնեն կաթի պաստերիզացումը։ Մի շարք գյուտեր էլ փորձաշրջան են անցել, սպասում են իրենց ժամին։ Շատերն արդեն կենցաղում օգտակար են։ Խաչիկ Սահակյանն առավոտյան գրասենյակ դեռ չհասած հեռակառավարմամբ ջեռուցել ու լուսավորել էր սենյակը, բայց դեռ չէր ստուգել նամակներն ու ծանոթացել կառավարության որոշումներին։ Որոշումը հավանությամբ տալ կանաչ տեխնոլոգիաների, ես ինչ լավ ոդ ունեիք։ Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն հիմնադրամի կողմից ներկայացված խելացի տուն համակարգն է դրումային ծրագրին։ Բիզնեսն ակտիվացնելու, ներդրումային ծրագրեր առաջարկելու կառավարության հորդորին գյուտարար ինժեներն առաջին արձագանքողներից էր։ Պատասխանն էլ չուշացավ։ Շիրակի մարզպետարանի ներկայացրած ծրագրերից 9-ն արդեն հավանել է կառավարությունը։ Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն հիմնադրամը ներքին եւ արտաքին շուկաներն էլ է ուսումնասիրել։ Ամեն ինչ պատրաստ է հաջող մեկնարկի համար։ Աննա Մարտիկյան, Մարտին Գևորգյան, օրակարգ։ Երևանում քննարկվել են Փարիզում ընդունված կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջները, եթե երկրի բնակչությունը հետևի Փարիզյան հռչակագրի կանոններին, ապա գլոբալ տաքացում առաջիկա 1 դարում չի լինի։ Ջերմաստիճանը էապես չի փոխվի, երաշտ ու սով չի լինի։ Արդյունավետ քայլերից մեկն էլ բնապահպանների համոզմամբ այլընտրանքային էներգիայի կիրառումն է։ Խոսքը գնում է ոչ միայն շրջակա միջավայրի 5 հիմնական բաղադրիչների՝ հող, ջուր, մթնոլորտային օդ, կանաչ տարածքներ եւ կենթանական աշխարհ, այլ նաեւ շրջապատող ամեն ինչ, ինչը կապված է մարդու բնականոն գործունեության հետ, անգամ առողջապահական խնդիրները։ Եղանակի մասին մեզ մոտ ցրտերը կպահպանվեն, վաղը հանրապետության ողջ տարածքում ձյուն է սպասվում։ Ջերմաստիճանը փետրվարի 2-ին եւ 3-ին դարձյալ կնվազի 10-ից 15 աստիճանով, հասնելով ընդհուպ մինչև -30-ի։ Այսքան այս ժամին օրվա օրակարգը կամփոփենք մեր գլխավոր թողարկմանը երեկոյան 9-ին։